Մայիսի 28-ին Հանրապետության տոնի առիթով Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսը Մայրաթորի միաբանների ուղեկցությամբ այցելեց Սարդարապատի հուշահամալիր հարգանքի տուրք մատուցելու մայիսյան հերոսամարտերում զոհված Քաջարի հայրորդիների հիշատակին։ Հայրապետը ծաղկե պսակ զետեղեց հուշակոթողի առջև, ապա աղոթք բարձրացրեց հայրենյաց պաշտպանների հոգիների հանգստության համար։ Եվ մանավանդի հոգիս Քաջարի զավակած ազգիս հայոց, որ կատարեցան ընթացս մայիսյան հերոսամարտից ի փառապանտ ճակատամարտս Սարդարապատի, Բաշաբարանի եւ Ղարաքիլիսայի։ Հանրապետության տոնի առիթով ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է. Մայրաթոր Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք հղում համայն մեր ժողովրդին ի հայրենիս եւ իսփյուռս հանրապետության տոնի առիթով։ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրումը նշանավորելով հիշում ենք Սարդարապատի, Ղարաքիլիսայի ու Բաշ-Ապարանի հերոսամարտերը։ Այդ պատմական գոյամարտերում վճռորոշ դերակատարություն ունեցավ ամենայն հայոց Գևորգ 5-րդ կաթողիկոսը։ Կենաց մահու պայքարում մեր ժողովրդի Քաջարի զավակները, այդ թվում մեր Սուրբ եկեղեցու հոգևորականները, հաղթանակ տարան եւ սերունդների համար ապահովեցին հարազատ հողում անկախ ու ազատ ապրելու արդար իրավունքը։ Նույն անվեհեր ոգով ազգիս նվիրյալ զավակները նոր ժամանակներում անձնվիրաբար պաշտպանեցին երկիր հայրենին, շատերն իրենց անգին կյանքը զոհեցին մեր պետականության անսասանության եւ անվտանգ ու արժանապատիվ ապագայի համար։ Այսօր մենք ազգովի գլուխ ենք խոնարհում մեր հերոսների առջև եւ անմար պահում նրանց լուսավոր հիշատակը մեր սրտերում։ Ներկա բարդ ժամանակներում արտաքին ու ներքին մարտահրավերներին հանդիման պիտի միաբանվենք եւ միասնաբար հզորացնենք մեր պետությունը, ծաղկուն ու շեն դարձնենք համայն հայոց կյանքը։ Թող Բարձրյալ Տերը առատապես օրհնի եւ հաստատուն պահի մեր երկիրն ու Քրիստոսասեր մեր ժողովրդին ի Հայաստան եւ իսփյուռս այսօր եւ միշտ ամեն։ Ասվում է ուղերձում։